2015 թվականի սեպտեմբերի 27-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարվեց Միրոն օրհնություն։ Աշխարհի բոլոր ծագերից հազարավոր հայեր նվիրական ուխտով իրենց մասնակցությունը բերեցին սրբազան արարողությանը։ Վիրահայ համայնքը, որ դարեր շարունակ ամուր թելերով կապված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, Ախալցխայից, Ախալքալաքից, Նինոցմինդայից, Բաթումից եւ մյուս հայաբնակ տարածաշրջաններից եւ քաղաքամարք Թբիլիսից ժամանած շուրջ 350 հավատացյալների եւ նրանց հոգեվոր հովիվների ստվար խմբով ուխտի մեծ պատգամով Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սրբալույս Միրոնի օրհնությանը։ Ուխտավորների խումբը Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ Քահանա Թոփաշյանի գլխավորությամբ ուխտագնացությունն սկսեց Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ Տեր Հայրը մատուցեց Սուրբ Պատարագ։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվներ Տեր Տաթև Քահանա Մարուքյանի եւ Տեր Եղիշե Ավագ Քահանա Հարությունյանի գլխավորությամբ ուխտավորները այցելեցին Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հայտնի է 7-վեր կանոնով։ Այնուհետև ուխտավորների խումբն այցելեց Հարիճավանք եւ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի։ Իսկ Արակովայի ուխտավորների խումբը հոգևոր հովիվ Տեր Թադեոս Քահանա Տեր Մկրտչյանի առաջնորդությամբ սկսեց իր ուխտը Գյումրիի 7-վերք եկեղեցուց եւ շարունակեց Ազատանի Սուրբ Ստեփանոսյանվան եկեղեցում եւ Խոր Վիրապ այցելությամբ։ Նինոցմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տեր Արմաշ Քահանա Պողոսյանի ղեկավարությամբ եղան Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը հայոց եկեղեցու ծառայողներ Տեր Նարեկ Քահանա Ղուշչյանի եւ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանի գլխավորությամբ սկսվեց դեռևս սեպտեմբերի 26-ին։ Այսօր առավոտյան հավաքվեցինք Վիրայոց թեմի, ուրեմն Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում եւ շուրջ 100 հոգի հավատացյալներ ուխտավորներ մեկնում են Մայրաթոր Սուրբ Էջմիածին Միրոն օրհնեքի սրբազան արարողությանը մասնակցելով։ Մեկնում ենք մեկ օր շուտ, որպեսզի ճանապարհին այցելենք մեր վանքերը, ապա ուզում ենք անպայման այցելենք Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր մեր պարտքը տանք, եւ ապա գնանք աղոթք բարձրացնելու առ Աստված մնացած մեր հայ ժողովրդի հետ։ Մայր հայրենիքում ուխտավորների խմբի առաջին այցելությունը կատարվեց հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշակոթով, որտեղ հավատացյալներն իրենց խոնարհումը բերեցին անմեղ զոհերի հիշատակին եւ Վիրայոց թեմի Մարնեուլի շրջանի հոգևոր հովիվ հոգեշնոր Տեր Խորեն Վարդապետ Հովանեսյանի օրհնությամբ աղոթք բարձրացրին հայցելով հայոց եղերնի Սուրբ նահատակների բարեխոսությունը։ Մեր առաջին հանգրվանը ահա Ծիծեռնակաբերդում է մեր խոնարհումը բերելու մեր անմեղ 1.5 միլիոն նահատակներին եւ հայցելու այլևս մեր սուրբ նահատակների բարեխոսությունը։ Վաղը առավոտյան մենք բոլորս վիրահայ ուխտավորներս պիտի մասնակցենք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ եւ անմահ պատարագին եւ ավելի ուշ երեկոյան ժամը 5-ին խանդավառությամբ աղոթքով մեր մասնակցությունը պիտի բերենք, պատիվ պիտի ունենանք ներկա լինելու վեհապար հայրապետի կողմից օրհնվող Սրբալույս Միրոնի արարողությանը, որի տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ։ Ուխտավորների թափորը ներկա գտնվեց նաև Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի տանը Սուրբ Միրոնի օրհնությանը նվիրված վիրահայ նկարիչները Սուրբ Էջմիածնում խորագրով ցուցահանդեսի բացմանը եւ մասնակցեց Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից Թբիլիսահայ ուխտավորների պատվին կազմակերպած հյուրասիրությանը։ Մայր հայրենիքի Արմավիրի շրջանի Լուկաշին գյուղում Թբիլիսահայ ուխտավորների հյուրընկալությունը եւ գիշերելը հոգացել էր Թբիլիսիի հայոց եկեղեցու ծառայող Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանն իր բարեկամների եւ համագյուղացիների հետ ջազվե ընկերության աջակցությամբ։ Հաջորդ օրը սեպտեմբերի 27-ի առավոտյան Թբիլիսիի ժամանած ուխտավորներն իրենց հոգևոր հովիվների ուղեկցությամբ Մայր տաճարում մասնակցեցին Կիրակնորիա Սուրբ Պատարագին եւ ստացան հաղորդություն։ Մենք երազում ենք մեր նպատակն էր, որպեսզի մենք մասնակցեինք այս արարողությանը Միրոնի Եփման արարողությանը։ Մենք վիրահայոց թեմի համայնքի ներկայացուցիչներ ենք,
որոնք մեծ փափագով, մեծ սերով մեր հավատը ավելի ուժեղացնելու մեր մեջ, պահպանելու ավելի մեր հավատը մեր մեջ, վիրահայոց թեմի շուրջը մենք անպայման ուզում ենք, որպեսզի մասնակցենք այս արարողությանը։ Այսօր այնպիսի մի հրաշալի օր է, որ ով ինչ աղերսի Տեր Աստծուց իրոք իրականանա, որ իմ հայացքը բազմանա, աճի եւ հասնի իր ամենակարևոր նպատակներին, լինենք անկախ, համարձակ, կրակոցները ընդմիշտ վերանան, մենք հասնենք մեր նպատակին ու երազանքին։ Վիրահայ ուխտավորները թեմակալ առաջնորդի գլխավորությամբ հյուրընկալվեցին Վաղարշապատի փոխքաղաքապետ Նորիկ Միրզախանյանի կողմից կազմակերպված ճաշկերույթին։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան Վրաստանի Սամցխե Ջավախքի Քվեմո Քարտլի նահանգներից եւ Բաթումից ժամանած ուխտավորների 350 հոգանոց բազմությունը վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր-Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբկեն Վարդապետ Սալբյանի առաջնորդությամբ մասնակցեց Սրբալույս Միրոնի օրհնությանը։ Առաջին անգամ եմ եկել, հավատացյալների հետ եմ եկել, մեր եղիղեցու հետ եմ եկել, Տեր Մանուկի հետ ու շատ հոգևորված եմ, շատ ուրախ եմ։ Այնց զգացումներ ունեմ, որ շտապում եմ տուն գնամ իմ երեխաներին, իմ ամուսնուն, իմ բոլոր հարազատներին ասեմ, որ անպայման գան տեսնեն։ Սրբազան Միրոն օրհնությունը, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կանոնակարգով կատարվում է 7 տարին մեկ եւ այս տարի նվիրված էր հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների 100-րդ տարելիցին, կատարվեց նորին Սուրբ օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։ Սրբազան արարողությունն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ միասին։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին տարբեր երկրների ժամանած պատվիրակություններ, այդ թվում նաև Վրաց ուղղափառ Սուրբ եկեղեցու պատվիրակությունը։ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Սրբազանագուն եւ Երանաշնորհ Իլիա II-ի օրհնությամբ մեր պատվիրակությունը ժամանել է մասնակիցը դառնալու եղբայրական հայ ժողովրդի տոնակատարությանը, որն այս անգամ արտահայտում է Սրբալույս Միրոնի օրհնությամբ։ Այսօր մեծ եկեղեցական տոն է համայն հայության համար։ Մեր մաղթանքն է, որ ամբողջ աշխարհում եւ մեր փոքր Կովկասում լինի խաղաղություն։ Խաղաղությունը տիրի նաեւ ամեն մի երկրի ներսում եւ շրջապատում։ Յուրաքանչյուր մարդ այս Միրոնի օրհնությամբ իր տուն տանի խաղաղություն եւ հոգու ամրություն, նվիրվածություն հավատքին ու հայրենիքին։ Հյուրերի շրջանում էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Սամվել Պետրոսյանը, Ռուսլան Պողոսյանը, Վրաստան թերթի խմբագիր Վան Բայբուրդյանը, Ախալքալաքի եւ Նինոցմինդայ շրջանային պետական եւ հասարակական կառույցների ղեկավարներ, համայնքային գործիչներ, մտավորականներ։ Սրբալույս Միրոնի օրհնության հարուստ տպավորություններով ու հոգեվոր նոր լիցքով ավարտվեց հյուրահայության ուխտագնացությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այսքան հայություն կարող է միասնաբար գալ իր հավատքի ամենախորհրդանշանական խորհուրդներից մեկի Միրոն օրհնեքի օրը միավորվել Աստվածահաճո այս արարողակարգով, այս արարողությամբ, որ այնքան գեղեցիկ մատուցեց Մայր Տաճարը, Սուրբ Էջմիածինը, այսքան մարդ ժողովեց սիրո երկնակամարի տակ, միասնության ու փոխըմբռնումի, աստվածապաշտության եւ հետեւաբար սիրո քանզի Աստված սեր է։ Թբիլիսահայ հավատացյալներն իրենց երախտագիտությունն են հայտնում վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր-Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, արժանաշնորհ հոգևոր դասին եւ մյուս բարերարներին վիրահայերի ուխտագնացության կազմակերպմանը եւ իրականացմանը ցուցաբերած աջակցության համար։